Բարև ձեզ Տիկին Ալավերդյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք ձեր տեսակետը։ Եվ այսպես, երեք նորընտիր ազգային ժողովի անդրանիկ նիստներ, եւ մենք տեսանք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վեհափառ հայրապետի օրհնությունը չստացավ ազգային ժողովը։ Չնայած նիստից անմիջապես հետո երեկոյան ընդդիմադիր պատգամավորները վեհարանում ստացան վեհափառ հայրապետի օրհնությունը, կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորիդ։ Ես պետք է ասեմ ձեզ այն ինչ որ տեղի ունենում կապված վեհափառի հետ, մենք բոլորս ասում ենք իրականում դա կապված է ոչ միայն հայ առաքելական եկեղեցու մերժման այս թիմի կողմից, այլև դա ընդհանրապես հակաքրիստոնեական արշավի շարունակությունն է։ Եվ այստեղ եւ այսօր տեղը չի, որ կարողանամ ինչ-որ բերել այլ փաստարկներ, բայց տեղը ընկած ժամանակ մենք դրա մասին կարող ենք առանձին խոսել եւ այս առումով ես ողջունում եմ, որ ընդդիմությունը գոնե որոշել է առանձին ստանալ այդ օրհնությունը եւ դա եւս մեկ անգամ նշանակում է, որ պարակտումը երկրում շարունակվում է արդեն ես կասեի այնպիսի հարցերի շուրջ, որոնք որ ազգաստեղծ գործոններ են, տվյալ դեպքում հայ առաքելական եկեղեցու հանդեպ վերաբերմունքը արդեն մենք տեսնում ենք, որ ելի մենք ունենք բաժանված երկու մասի ազգային ժողով։ Եվ ես պետք է ասեմ, որ գնալով այս գործողությունների թե ոճը եւ թե ձևերը եւ թե բուն գործողությունը հակա քրիստոնեական արժեվ շարունակվելու է եւ շարունակվելու են հենց այն պատճառով, որ կրկնում եմ բավականին մեծ թվով Հայաստանում բնակվող եւ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարող անձինք քվեարկել են հոգուտ այս թիմի, որը ցուցադրել է նա չի թաքցրել իր վերաբերմունքը հայ առաքելական եկեղեցու հանդեպ մասնավորապես։ Եվ ես էլի հիշեցնեմ, որ ժամանակին մինչև ընտրությունները վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ասել է, եթե ուզում եք ես հրաժարական տամ, թող 350,000 մարդ քվեարկի իմ դեմ, ավելի քան 600,000 մարդ քվեարկել է վարչապետի այդ թիմի դեմ, եւ մենք տեսնում ենք, որ հրաժարական չի տրվել, ինքը չի ասել, որ եթե ավելի շատ քվեարկի ինձ համար, հիմա այդ շատի համար էլ չեմ ուզում խոսել, այսպիսով մենք ունենք առաջի անգամ Հայաստանի Հանրապետության նորանկախ երկրի ազգային ժողով, որտեղ որ այս թիմը, այսպես ասած քաղաքացիական պայմանագիրը անթաքույց ցույց է տալիս, որ նա չի ճանաչում հայ առաքելական եկեղեցին եւ բացարձակապես չունի այդ խնդիրը, որովհետեւ ինչպես ես դա բազմաթիվ անգամ ասել եմ, բարոյական նորմերի հետ այդ թիմը կարելի է ասել անհաշտ վիճակում է։ Մենք նաև տեսանք երեք շատ քպականներ, նորաթուխ պատգամավորներ, օրինակ իրենս Տարոն Շաֆրանի, ինչ դեպքի պահվածքի են դրսևորում, վեհափառ հայրապետողով գիտեք իրենք ինչպես են Ավազանի անունով են իմ վեհափառին, այս լրտիությունը, այս հայտարարությունը դեռ որքան է շարունակվելու ձեզ։ Ես պետք է ասեմ, որ այդ թիմը փողոցային մշակույթով եկել է եւ փողոցային մշակույթը բերել է ազգային ժողով։ Նույն այդ մշակույթով ինքը անծանոթ անձ չի հասարակության այդ ձեր ասած անձնավորությունը։ Նույն այդ ոճը, ինչ է ինքը ուրիշ ոճ գիտի կամ ուրիշ մշակույթի մեջ է մեծացել, ոչ։ Ինքը անում է այն, ինչի համար կոչված է այդ թիմում լինել, լինի դա գործադիրում, լինի դա այլտեղ, լինի տվյալ դեպքում ափսոս այդ անունը ազգային ժողովում։ Այնպես որ դա շարունակվելու է մինչև այն պահը, երբ որ ինչպես ասեմ, քրիտիկական թիվը
ազգի հստակեցնի իր կողմնորոշումը, նա հակաքրիստոնեական, հակահայրաքելական եկեղեցու դիրքերում է կանգնած եւ այդ հնարածին այդ իրենց թե ով է ով չի շատ կներեք չեմ ուզում վերադարձնեմ նույն ոճով իրենց բայց էլի եմ ասում փողոցային մշակույթով եկած փողոցային մշակույթը զարգացնող եթե այդպես կարելի ասել թիմ է եւ եթե օրինակի համար մի օր հանկարծ այդ անձնավորությունը կամ իր գործընկերները խոսեն ոսկեղեն հայերենով եւ ցուցաբերեն հարգանք դեպի ազգային արժեքները, պետք է մենք բոլորս զարմանանք։ Գիտենք, որ ԿՊ-ի ազգային ժողովի նախագահի տեխնացուն Ռուբեն Ռուբինյանն է։ Թույլ տվեք 1-2 մեջբերում անել իր խոսքից եւ խնդրել ձեր մեկնաբանությունը։ Այժմ եկել է լավ ապրելու ժամանակը, խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների երեխաներ ունենալու եւ մեծացնելու ժամանակը։ Իմ գրեթե 2-ամյա տղան պատերազմ չի տեսել, նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել եւ ես անելու եմ ամեն ինչ, որ իմ ու ձեր բոլորիս երեխաները չիմանան ու չտեսնեն ինչ է պատերազմը։ Ես կխնդրեմ այս մեկնաբանությունը տակ իրենք որքան ինչ պատերազմներ են բերել, 3-4 պատերազմ բերած իշխանության ներկայացուցիչը ինչից է խոսում։ Շնորհակալություն։ Գիտեք, ցինիզմը սահման չունի, ինչպես բարությունը անսահման է, այդպես էլ ցինիզմն է, այսինքն այդ նույն արտահայտությունները անողը, նա կարծես թե ոչ միայն ինքն է մոռացել կամ որևէ մի բանի տեղ չի դնում, նա ուզում է հիպնոզացնի ժողովրդին եւ մոռանալ տա, որ հենց այս թիմի ձերքով, խոսքով եւ քաղաքականությամբ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը տեսավ ոչ թե զուտ ուղղակի պատերազմ, օրինակ առաջի, որ ասում են Ղարաբաղյան պատերազմ, դա ազգային ազատագրական պատերազմ էր եւ որևէ մեկը այդտեղ չի կարող ասել, որ այդ ժամանակ զոհված մեր պայծառ տղաներն ու աղջիկները այսպես ասած իրենք իզուր տեղն են տվել իրենց կյանքը։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ այս բոլոր դեպքերին 20, 21, 22, 23 թվականներին տեղի ունեցածը, այդում երեխաներն են զոհվել, այդում հրավերով է եղել 20 թվականի պատերազմը, այդում համաձայնությամբ եւ հայտարարակ հայտարարությամբ, որ Արցախը Ադրբեջան է, արցախցիները եւ հայերը, հայ ժողովրդի մի բնականon մասը ունեցել է ցեղասպանական ագրեսիա եւ ինչպես որ ասում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, բռնի տեղահանվել է։ Ես եթե փոխվեմ պահից եւ ասեմ, այդ բոլոր մնացած շատ կներեք արտահայտությունները չեք համաչում, կառավարության որոշման մեջ գրած է ովքեր են արցախցիները։ Կառավարության որոշման մեջ գրած է բռնի տեղահանված։ Մնացած այդ սին եւ գրեհիկ արտահայտությունները ում կողմից էլ դրանք հնչեցվեն, դա ամոթ է ոչ միայն իրենց համար, այլ ամբողջ թիմի համար։ Եվ ահա այդ թիմի ներկայացուցիչը, որը հավակնում է Թուրքիայի կոնկրետ կարկառուն դեմքերի կողմից դրական այդպես բնութագիր ստացած անձը, նա հավակնում է այդ ազգային ժողովի նախագահի պաշտոնին եւ այդ ցինիզմը ցույց է տալիս, թե ինչ պետք է մենք սպասենք ոչ միայն այդ անձնավորությունից, այլ ամբողջ թիմից։ Երեք խոսում էր ինչ-որ համերաշխության, փոխմբռնման մասին, ընդդիմադիրներին էր առաջարկում, բայց մի անգամից զուգահեռ խոսում այո վենդետա լինելու է։ Խնդրեմ ես ասել։ Գիտեք, ես պետք է հստակեցնեմ, չեմ լսել որևէ մեկ անգամ այդ թիմից այլ բնութագիր
ընդդիմության, քան թշնամի։ Դա ծիծաղելի կլիներ, եթե չլիներ ողբերգական այդքան։ Այսինքն իրեն ժողովրդավարական թիմ համարող այդ անձիկ նրանք համարում են ընդդիմությունը թշնամի։ Եվ ես հնարավորություն եմ ունեցել դա լսել դեռ շատ վաղուց։ Հ1-ի հաղորդման ժամանակ, թոք-շոուի ժամանակ, երբ որ ես մատնանշել եմ, որ այդ ժամանակ այդտեղ պես պրոիշխանական անձնավորություն, այն է Հովսեփ Խուրշուդյանն էր, ես հիշեցրեցի, որ ժամանակին ժառանգություն խմբակցությունը հրաշք առաջարկություն է արել, ասել է բոլոր վերստուգիչ, անկախ մարմինները պետք է ղեկավարվեն ընդդիմության կողմից եւ դրանով իսկ այդ հավասարակշռվածությունը իշխանության մեջ ապահովեն։ Ես մինչև հիմա համարում եմ դա շատ արդիական առաջարկություն։ Եթե ամերաշխության այդպիսի կոչ է արված, խնդրեմ, այդ առաջարկությունը թող կյանքի կոչվի։ Եվ ի պատասխան դրան Հովսեփ Խուրշուդյանը, որին ես ճանաչում եմ շատ վաղուց, ասեց այսօրվա ընդդիմությունը թշնամի են։ Ես եթե ես չճանաչեի, որ բավականին գրագետ դաստիարակված անձնավորություն է, ես չէի հավատա, որ այդպիսի արտահայտություն կարող է թույլ տալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ իրեն համարող անձը։ Դե մնացածների արտահայտությունները բոլորիդ ծանոթ, ես ամենամեղմն եմ տվյալ դեպքում հնչեցրել։ Դրա համար ես կարծում եմ, որ համերաշխության համար դռները բաց են, իրենք կարող են իրականացնել ժառանգության կողմից ժամանակին մշակված այդ առաջարկությունը եւ դա կլինի ոչ թե այսպես քաղցր մաղցր խոսքեր, այլ կլինի գործնական, բայց եթե մենք լսում ենք, թե ինչ է դրանից հետո հնչեցվում, ապա պարզ է դառնում, որ դա հերթական կեղծիքն է, հերթական խաբեությունն է, ու այս բոլորը ես ասում եմ ոչ թե նրա համար, որ ուղղակի դատապարտեմ այս իշխանություններին, ես կոչ եմ անում հասարակությանը սթափ լինել, այս բոլոր քայլերը սկսած լինի հայ առաքելական եկեղեցու, լինի այդպիսի արտահայտությունները, լինի շարունակական բնույթ կրող ուղղակի մեր հասարակության բզկտումը, ոչ թե ուղղակի պարակտումը, այդ բոլորին պետք է որ համարժեք պատասխան լինի։ Հակառակ պարագայում կստացվի, որ կրկնում եմ, փողոցային մշակույթ բերած այդ թիմը կարողանում է ենթարկել իրեն քաղաքակիրթ հայ ազգը։ Դա մարտահրավեր է վերջապես, եւ ես կարծում եմ, որ այն ամենը, ինչ միջև այսօր արվել է, դա բավարար չէ։ Սա իհարկե նոր մարտահրավեր է, որ երկրի ղեկավարությունը ամբողջովին ելույթներ է ունենում եւ վարում է քաղաքականություն, որը համապատասխանում է ոչ թե հայ ազգի շահերին եւ չի համապատասխանեցնում ազգային արժեքներին, այլ ամբողջովին սպասարկում է բոլորին արդեն հայտնի թուրք-ադրբեջանական քաղաքականությունը։ Ես էլի եմ ասում, մենք ցանկացած այդպիսի գրեհիկ արտահայտությանը պետք է գտնենք համարժեք ոչ միայն խոսքը, այլ գործողությունը։ Ու շարունակում է, որ այո, վենդետա լինելու է, Աղվան Վարդանյանը շատ ճիշտ ասաց, վենդետան երբեք միակողմանի չի լինում։ Ովքեր են դեռ խոսում վենդետայից, Տիկին Ալավերդյան։ Գիտեք, վենդետա խոսքը կարծեմ ես էլ եմ օգտագործել։ Դա շատ ընդունված մանիպուլյատիվ տեխնոլոգիա է, որ այն ինչում մեղադրում են եւ հիմնավոր մեղադրում են, եւ ասեմ ձեզ, ինչպես կարող է իշխանական լծակներ չունեցող ընդդիմությունը վենդետա անի։ Գիտեք, դա այն անգրագետության եւս մեկ նշույլ է, որի մասին ես անընդհատ ցավով միշտ նշում եմ։ Վենդետան հնարավոր է իրականացնի միայն իշխանական լծակները ունեցող թիմը։
ընդդիմությունը դրանից զրկված է եւ խոսել այդպիսի լեզվով նշանակում է այդ պրիմիտիվ այդ տեխնոլոգիան ինչպես երեխաներն են որ ասում են դու ապուշ ես ասում ապուշը դու ես հիմա դա այդպիսի գործողություններն ու խոսքերը խոսում են կրկնում եմ խորքային անգրագիտության մասին